Բարև ձեզ, բրիտանացի գիտնականները խոստովանել են, բոլոր բացահայտումները, որոնք սկսվում են բրիտանացի գիտնականների հղումով, իրենց բացահայտումները չեն։ Այո, հենց բրիտանացի գիտնականներին են վերագրվում բոլոր անհավանական գյուտերն ու հայտնագործությունները։ Բրիտանացի գիտնականները դարձել են հումորի անբաժան մասնիկը, էջուն են նույնիսկ հայկական ֆեյսբուքյան համայնքում։ Բրիտանացի գիտնականներին մեզ մոտ շատ են մեջբերում, բայց ոչ պակաս, քան Շեքսպիրին։ Այս տարի լրանում է դրամատուրգի 450-ամյակը, որը կնշվի նաև Երևանում։ Հայ-անգլիական նմանությունները, տարբերությունները անգլիական Երևանում։ Ժամացույցի սլակները ուղիղ 5-ի վրա են, բոլոր գործերը մի կողմ, 5 o'clock, թեյի ժամն է, ոչինչ չպետք է խանգարի։ Անգլիայում այս ժամին փակվում են բոլոր խանութները, բանկերը, բոլորը գնում են թեյելու։ Սկզբում սև թեյ է և 15-ից 20 գրամ կաթ։ Սա պարդատնիկ պայման է անգլիական թեյի համար։ Առաջինը հավն էր թեձուն, նույն պատմությունն է նաև անգլիական թեյի դեպքում։ 200 տարի շարունակ անգլիացիներն իրար հետ վիճում են, որն է ճիշտ, սկզբում լցնել կաթը, թե թեյը։ Ոնց որ անգլիացիներն են պնդում, ասում են պետքա կաթը լցնես վերջում, թեյը սկզբից, ու պետքա իրան լավ խառնես։ Անգլիացիներն ամեն օր խմում են 120 միլիոն բաժակ թեյ։ Ժամանակակից Անգլիայում թեյից մոլի կապվածություն ունեցող մարդկանց անվանում են թեահոլիկ, թեյամոլ։ Հայերը անգլիական թեյի հանդեպ անտարբեր են, բայց սիրում են վիսկի, բրիտանական ալկոհոլի գոհարը։ Վիսկին իրանք խմում են սիգարի հետևի մասը թաթախում են բաժակի մեջ, այնուհետև վառում են սիգարը ու խմում են։ Baker Street-ն է ոչ թե լոնդոնյան Մերիլեբոն շրջանում, այլև Երևանում։ Ամեն ինչ Արթուր Կոնան Դոյլի գրական հերոսի բնակարանի նմանությամբ է։ Այցելուներն այստեղ իրենց դետեկտիվ պատմության, արդեն նաև Holmes հեռուստասերիալի իսկական հերոս են զգում։ Գիտենք, որ ինքը հայտնի է եղել որպես ծխամորճ ծխող։ Լոնդոնյան անձրևներն էլ Երևան եկան։ Տեղումներին երևանաբնակները հարմարվել են։ Հենց լոնդոնյան մառախլապատ եղանակին էլ երևանաբնակները հիշում են թեյի կամ փաբի մասին։ Փաբերի հայրենիքը բրիտանական կղզիներն են, առաջացել են ճամփորդների համար էժան սննդի պահանջարկի պատճառով։ Երևանյան փաբերի բումը 2006-ից է սկսվել։ Այստեղ հաճախ կենդանի համերգներ են կազմակերպվում։ Հենց փաբերում էլ The Windrose խումբը ներկայացնում է բրիտանական երաժշտություն։ The Windrose, Քամուվարդ, երկրից երկիր ճանապարհորդում են տարբեր ազգերի երգեր կատարելով։ Ներկայացնում են անգլիական, իռլանդական, սկանդինավյան ու կելտական ժողովրդական երաժշտություն։ Մթնոլորտը բավականին սազում է մեր երաժշտությանը եւ հակառակը։ Այսինքն օրինակ սենց հիանալի փաբում պատկերացնում եք ինչ հավես է համերգ նվագել, երբ որ շատ մարդ հալեցվում, բոլորը սկսում են երգեր վերջում գարեջերով, դա ուղղակի հիանալի է։ Բոուրան իռլանդական հարվածային գործիք է նվագելու տարբեր եղանակներ ունի, փայտե ձողով կամ ձեռքով։ Արթուրը վարպետորեն է նվագում այս գործիքը։ Տանը եմ սովորել այս գործիքին տիրապետել, հիմնականում YouTube-ում ինչ-որ վիդեո լեսոններ գտնելով, տենց ենք վերել եմ տանը, փորձում եմ բան ստացել։ Նրանց կարելի է գտնել Facebook-ում ամիսը 3-4 համերգ են ունենում երևանյան փաբերում։ Ես Համլետն եմ, մասնագիտությամբ դերասան, ռեժիսոր։ Ծանոթացեք, Շեքսպիրյան Համլետն է, անունը դարձավ մասնագիտություն։ Այնպես ստացվեց, որ իմ ճակատագիրը ինչ-որ ձևով հենց թատրոնի հետ կապվեց։ Շեքսպիրյան հերոսները հայերի համար այնքան հարազատ դարձան, որ հայերի շրջանում ավելացան Համլետները, Օֆելյանները կամ Դեսդեմոնաները։ Օբախտին դժխեմ, ինչու ծնվեցա, որ հենց ես ուղեմ, այդ արտահայտությունը հայերիս համար, չգիտես ինչի, միշտ ինչ-որ ճակատագրական է դառնում։ Աղավնիները անգլիական այգու խորհրդանիշն են դարձել, ապահովում են խաղաղ մթնոլորտը։ Այգին կառուցված է եվրոպական ձևով, պատճառներից մեկն էլ դա է, որ այն անվանում են հենց անգլիական։ Կարծիք կա, որ այն այդպես է անվանվում նաև այգին բարեկարգող օտարերկրացիներին պատվելու համար։ Մեկ այլ տեսակետի համաձայն, վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշակի։ Հանդիպման վայրը անգլիական այգի։ Անիկ Կոջոյանը դասավանդում է պետհամալսարանում։ Ամենահին համալսարանների ցուցակում երկրորդ տեղը գրավող համալսարանն է ավարտել Օքսֆորդը, Բրիտանիայի կրթական ժառանգության մի մասը։ Օքսֆորդի ուսանող լինելու համար օրական 8-ից 12 ժամ ենթադրում է, որ պետք է աշխատես։ Անին կրթական տարբերությունների մասին խոսել չի ուզում, որովհետև նույնիսկ նմանություններ չի տեսնում։ Փորձում ենք հիշել, թե օրինակ Քրիստոֆեր Մարլոն երբեր գրել, չգիտեմ, իր պիեսներից մեկը, այնտեղ նստած փորձում ենք ապացուցել, որ այդ պիեսը այդ թվականին էր գրված։
Անգլերեն լեզվի տարածման ու մշակույթի ներկայացման գործում մեծ է բրիտանական խորհրդի դերը։ Այս կազմակերպությունը Հայաստանում գործում է արդեն 13 տարի։ Առաջին անգամ ներկայացրեցինք ինտերակտիվ թատրոնի գաղափարը եւ տարբեր տրեյնինգների հետաքրքիր միջոցառումների արդյունքում ես հիմա ուրախ եմ ասել, որ Հայաստանում կա արդեն 2 ինտերակտիվ թատրոն։ Ինտերակտիվ թատրոնից բացի շուտով կստեղծվի նաև ներառական թատերական խումբ։ Բեմ կբարձրանեն հաշմանդամություն ունեցող արտիստները։ Հասցեն Ջորջ Գորդոն Բայրոն։ Երևանի կենտրոնում անգլիացի բանաստեղծի անունը կրող փողոցն է։ Սկանդալային Դոն Ժուան պոեմի հեղինակի ճակատագիրը կապվում է հայերի հետ։ Բայրոնը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանությունում գրաբար է ուսանել։ Ասելա, որ հայերենն է Աստծո հետ խոսելու միակ լեզուն։ Նա միակ հայն է, որը ներկա է եղել Լոնդոնում Էլիզաբեթ Թագուհու թագադրման պատմական իրադարձությանը։ Ինքն ու ամուսինը եկան մեր մոտով, անցան մարագրային բոլորին շնորհավորվել, որ եկել են։ 83-ամյա Նորայր Մարգարյանը խորհրդային 1200 նավաստիների հետ 1952 թվականին հածանավից ողջունել է երիտասարդ Թագուհուն։ Այդ ժամանակ Նորայր Մարգարյանը 18 տարեկան էր։ Նվագախմբում կորնետ էր նվագում թագադրման արարողության ժամանակ։ Դե մարակները հրավիրեցին մեզ նվագելու, գնացին տանսի նվագեցին։ Ամեն տարի ավանդույթի համաձայն Երևանում բրիտանական դեսպանատունը նշում է Միացյալ Թագավորության Թագուհու ծննդյան օրը։ Այս տարի Էլիզաբեթ II-ի ծնունդը կնշվի հունիսի 13-ին։ Հայկուհի Ասատրյան, Լեոնիդ Սաֆրազյան, Ալբերտ Գալստյան, Army-News։ Հայաստանում անգլիական համայնքը մեծ չէ, ոմանք այստեղ են աշխատանքի բերումով, մյուս մասին էլ ամուսնություններն են կապում։ Ֆրանսիացին փայլում է սրամտությամբ, անգլիացին հումորով։ Դժվարությունները, խնդիրները հումորով եւ լավատեսությամբ հաղթահարելու կարողությունը անգլիացիների ուժն է, որի կարիքն ունեն նաեւ հայերը։ Հայ-ճապոնական մշակութային տրանսֆորմացիա, ինչպես թղթից ստանալ արվեստ, օրիգամի եւ կռունկներ, ի հիշատակ ճապոնացի Սադակոյի, 100 տառ եւ 2000 հիերոգլիֆ, ճապոներեն բարդ, բայց երգեցիկ, օֆուրո ճապոնական բաղնիկ, սակուրայի թեյ, սակե եւ սուշի, հայկական մատուցմամբ, ճկուն ճանապարհով դեպի հաղթանակ, ձյուդո։